որպես հայ։ Այո։ Կարողացած եք աստեղ ապրել որպես հայեր։ Ոչ։ Որպես հայ դերակցություն ունեք, ինչ է հայը։ Ստեղ որ գալիս ես, կամաց սկսում ես արդեն ընկերանալ այլ ազգերի հետ եւ սկսում ես իրանց ստայլը արդեն ընդօրինակել։ Եվ դու դա անկախ քեզնից է, չես զգում ոչ թե մեծամասնությունը։ Մեծ կարող բացառություններ կան, բայց 10-ից 9-ը սկսում են այտենց լինել։ Մինչև զգում ես արդեն ուշ է, արդեն սկսում ես իրանց ձևերով։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք սկսում ենք այսօրվա մեր հաղորդումը Լոս Անջելեսից, որտեղ գտնվում ենք հայկական վերականգնողական կենտրոնում եւ մեր կողքին է գտնվում կենտրոնի ղեկավարը Պետրոս Հաջյանը, որին կխնդրենք պատասխանել մի երկու հարցի կապված այս վերականգնողական կենտրոնի հետ։ Ասեք խնդրեմ ով է հիմնել այս կենտրոնը։ Այս կենտրոնի հիմքը եղավ Դերոջի առաջնորդությամբ, Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ, վերջը դեսիլքի միջոցով ես հիմներեմ, բայց կրնամսել օգնականների միջոցով հոգևոր եւ զորավոր հայ նպատակի օգնականներու միջոցով հիմնվեցավ վերջապես մոտավորապես 1.5 ամիս է բաց է արդեն։ Եվ այստեղ դարիներ պետք ունեինք, բայց վերջապես բաց է եւ առաջ անուլ համար կտեսնանք, որ ուշացած ենք շատ մթեփքերում մեջ, բայց վերջապես պետք է առաջ կառնվի։ Ով են այստեղ անդամները այս կենտրոնում կամ բուժվողները, վերականգնվողները կամ ուղիչ կենտրոն, ինչպես դուք ասացիք, ովքեր են անդամները։ Մեծամասնությունը այդ անձերն են, որոնք նախ հայություն են լուրջ ունին, մեծամասնությունը որոշ չափ, այսինքն հայություն են կամ դրագի աստիճան տակ են կամ գենգերու մեջ են, գենգստեր հերոսախմբերի հանցագործ խմբերի մեջ։ Այո, հանցագործ խմբերի մեջ են, որոնք ինգած են այդ խմբերի մեջ կամ դրագի մեջ երկրի մշակույթի զոհերը լինելու պայմանով, այսինքն անկիդակցելու, անկիդակցաբար սխալները սկսել են նել մեկ սխալից մի սխալը, որովհետև մեծամասնությունը որ գտեսնանք մեր շրջի մեջ որ իսպանախոս են, իսպանացիներու մեջ կերտան, որ հանցագործ խումբեր շատ ունեն իսպանացիները, մեր հայերը շատ անգամ այդ հանցագործ խումբերու մեջ իրենց հետ կմասնակցին։ Ուրեմն վերականգնվում են այստեղ հիմնականում ինչից, ասենք նարկոտիկներից, թե ասենք հանցագործ խմբերից հեռու պահելու նպատակը ո՞րն է այս ուղիչ կենտրոնի։ Նպատակը ամենաառաջ նարկոտիկներից հեռու գնալ։ Ամենակարևոր նպատակը անձը մոտեցնել Հիսուս Քրիստոսին։ Այսինքն ինքը գիտնա թե ինքը ինչի համար ստեղծված է, ով է ինքը, հայ ով է, Քրիստոս ով է, մեր պատմությունը ճանչնա, հայությունը ճանչնա, հայկական հոգիարն է, անշուշտ Քրիստոսի միջոցով։ Վերջապես առաջին պատերազմն է նարկոտիկի հանդեպ, crack cocaine, հերոին, մարիհուանա, տարբեր թմրեցություններ կամ uppers կամ downers, որ կան։ Մենք մեր կորձունեությունը հագարակ է լրիվ այդ անգումի կորձերուն, այսինքն։ Եղավ, ուրեմն հիմնականում հետ պահել հայ երիտասարդներին մարդկանց նարկոտիկներից եւ հետ պահել հանցագործ խմբերից եւ մոտեցնել իրենց դեպի մեր ուրեմն հավատքը, ազգը եւ վերադարձնել իրենց դեպի իրենց ակունքները միգուցե։ Այո։ Վերադարձնել եւ ապրի հայ որպես հայրենիքի զավակ, ոչ թե որպես իսպանացի, որպես դրագի զավակ, այլ որպես հայ ազգի եւ հայրենիքի բուդղապեր զավակ, օդար ապերում մեջ բայց գիտակցի որ ինքը հայ է եւ ինքը ուրիշ մեկն է։ Քանի անդամ ունեք այստեղ այսօր եւ քանիսն են ներկա։ Ներկայիս ունենք 9 անդամներ, որովհետեւ փոքր է դունը, բայց կովս լիստ ունիմ 100-ավոր անուններ, որոնք ցուցակ ունին, որոնք 100-ավոր անուններ են, որոնց չեմ գնալ ամենը հոսպերել։ Առաջիկայում ունենք փոքր տելետոմը, դրամահավաք ունենք, որ դեղմ առնենք 4-500 հոգինոց, բայց որովհետև չկարողացանք գումարը ցերկ բերել, ադոր համար կորձը փոքրով սկսանք։ Բայց այսօր ապարկաստո վերջապես, մեկ հոգին ամենից կարևոր է վերջապես։ Այսօր կխոսենք այս կենտրոնի անդամներից մի քանիսի հետ եւ մի քանիսը իհարկե հրաժարվեցին խոսել եւ երկուսն էլ չեն ցանկանում որ իրենց դեմքերը Երևան։
Այնպես որ սիրելի բարեկամներ, եկեք տեսնենք, որոնք են այս կենտրոնի անդամների ուրեմն կյանքի ուղիները եւ դրդապատճառները այն բանին, թե որ ուղու վրա են իրենք կանգնել այստեղ, եւ եկեք հարցնենք իրենց հենց այս կենտրոնի անդամներին։ Կներկայանաք դուք։ Ես Սամվել Թաթուլյանն եմ, Լավ, Սամվել, որտեղից եք եկել Ամերիկա Հայաստանից, Երևանից։ եւ այստեղ ինչի համար եք գտնվում այս վերականգնողական կենտրոնում, Պրոբլեմը դրագի պրոբլեմն է։ նարկոտիկի այսինքն։ Այո, ես եկել եմ 1988 թվին։ Շատ եմ բռնվել 4-5 անգամ։ Yani 94 թվից նստել եմ մինչև 97 թիվը։ Դրանից հետո ելի 2-3 անգամ բռնվել եմ 2 ամսով, 3 ամսով։ Եվ շատ գոհ եմ, որ ստեղ եմ, պրծել եմ դրանից։ Ինչի համար եք բռնվել, նախկինում ինչի համար եք։ Գողություն ռաբրի ոնց են ասում։ Գողություն։ Հա։ Ռաբրի համար, գողության համար։ Եվ ո՞նց էր պայմանները ձեզ, ասենք, բանտում կամ բռնելուց, ոնց էր վերաբերվում ձեզ պոլիսը։ Ոստիկանություն։ Որն է, ինչ որ ասեն, են էլ պիտի անլես էլի անի որ։ Ես ինձ նեղություն չեմ քաշել անի, հա։ Նեղություն քաշել եմ, շատ եմ քաշել։ Ժամանակ էլի անցրացել եմ։ Ու 5 տարի առաջ գենգմենգերների մեջ եմ եղել, շատ վաղ, շատ Հանցագործ խմբերի մեջ։ այո։ Մեքսիկական էլի։ Իսկ հայեր կային այդ խմբերի մեջ բացի քեզանից։ Կային, բայց շատ քիչ, 3-4 հոգի երևի։ Ոնց էր օրենքները այնտեղ այդ գանգերի մեջ, ինչ պետք է անեիր, որ մտնեիր այդ խմբի մեջ։ Այդ խմբի մեջ մտնելու համար հավաքում են մի 10 հոգով, մի 10 րոպե ծեծում են քեզի, որ այդ իրանց գենգմենգերների մեջ մտնես։ Աղջիկները մտնում էին նաև այդ խմբերի մեջ։ Աղջիկները մտնում էին ու օբշակիններ էլի, անիասաղիները, աղջիկները, ով ում է դիզել։ Իսկ սպանությունները շատ էր կատարում այդ հանցագործ խումբը, որի մեջ դու էիր։ Շատ։ Ում էին սպանում։ Ով որ մեր վատն էր ուզում, իրար հետ, մեքսիկները իրար հետ, կամ մեկը գալիս էր մյուսի հետ։ Իսկ ոստիկանությունը դրա դեմը չէր առնում, չէր կարողանում առնել դրա դեմը։ Որին կհասցնեին կբռնեին, որն է կհասցներ կփախներ էլի։ Ուրիշ ինչ կարող ես պատմես այստեղի գանգի այդ հանցագործ խմբերի կյանքից, ասենք, կարող ես դուրս գալ քո ցանկությամբ այդ խմբից։ Այո, կարող ես դուրս գալ։ Կարող ես դուրս գալ այն վաղ, բայց էլի մի լավ ծես պետք է ուտես, որ դուրս գաս։ Կարող էլ սաղկել ես կամ էլ կմահալ ասել։ Չես դիմանա, հա։ Ես ձեզ ուրեմն ձեր անունը չեմ ներկայացնում եւ ձեր դեմքը, որտեղ դուք չեք ցանկացել այդ բանը։ Այո, Դուք եկել եք Հայաստանից։ այո, Քանի տարի առաջ 91 թվին։ Հայաստանում ինչ էիք անում եւ այստեղ։ Հայաստանում էլի օգտագործել եմ 8 տարի, Ինչ եք օգտագործել։ նույն հերոինը։ Իսկ այստեղ Եկել եմ 91 թվին, թարգել եմ մինչև 98 թիվը։ Հետո մի առիթով նորից սկսել եմ։ Մինչև ստեղ գալս օգտագործել եմ։ Բայց Հայաստանին ու ստեղինը շատ մեծ տարբերություն ունի։ Ստեղ թույն է, այստեղի նարկոտիկները նկատի ունեք։ հա։ Շատ ահավոր թույն է այսի, որ մտնում ես մեջը, անհնար է դուրս գալը։ Ես չեմ ուզում խոսամ էլի բանտերից, բաներից, ես ուզում եմ այս մարդկանց իմ շնորհակալությունը հայտնեմ, որովհետև մեր ամբողջ հայ ազգը, որ կա աշխարհում, մեկ չունի այս 3 մարդկանց նման Պետրոս Հաջյան, Ռաֆիկ Կարապետյան եւ դոկտոր Ռաֆի Մեսրոպյան։ Ես պարկել եմ 4 անգամ հիվանդանոց ամերիկյան, որ բուժվեմ, օգնեն ինձ, բայց ամենաշատը 3 օր հետո դուրս եմ եկել, որովհետև որպես մարդ իրանք քեզ չեն նայում, քեզ չեն ընդունում, որպես ընդունում են դրագարիկ, որպես մի կորած մի հատ շուն, էլի տենց։ Եք նարկոման։ Հա, որպես նարկոման։ Բայց այս մարդիկ
որ բացեցին այս կենտրոնը, ինձ բերեցին առաջի հատ մարդին եմ եղել ստեղ, ես եկել եմ այս մարդիկ հոգով մոգով նվիրված են եղել, ու ամեն ինչով, ամեն հոգով նվիրվեցին, ինձ հանեցին այս դժվար ճանապարհից, ես կուզենամ, որ մեր ազգը միշտ հիշի այս մարդկանց, որ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ այս մարդկանց նման մարդ չկա, որ ընկնի իրանց աշխատանքները թողած ամբողջ օրը բանտերի մեջ օգնեն մեր հայ ազգին։ Լավ, իսկ որն էր պատճառը, որ թարգել էիք փաստորեն 6-7 տարի եւ նորից մտակ այդ նարկոտիկների մեջ 8 տարի հետո։ Կային մարդիկ, որ ասենք իրանք մեջն էին, իրանց հնարավորությունները վերջացել էր, իրանց առնող էր պետք։ Դրանք էլի մեր ազգից էին։ Խաբեցին, ասեն դու կամքի ուժ ունես, կարաս մի անգամ փորձի։ Միտեղ նստած ուտում խմում ենք։ Քեֆսեր լավ էր։ Համոզեցին մի անգամ փորձեցի, բայց Հայաստանի նման չէ։ Ստե հերոին կոկեին իրար հետ են խառնում, կոչվում է սպիդբոլ, էդի միավոր մի բան է։ Մի անգամ արեցի, արդեն երկրորդ օրը ես սկսա առնել։ Որտեվ իրանք էլ փող չունեին առնելու, իսկ ես աշխատում էի, լավ աշխատանք ունեի, կորցրեցի, փող ունեի, ամեն ինչը կորցրեցի։ Մենակ վերջում իմ մեջքին կայանան այս 3 անձնավորությունը, որ ես կարացա դուրս գամ էլի այդ բանի մեջից։ Իսկ ընտանիք ունեք։ Ընտանիք ունեմ, մեկ էլ իմ ընտանիքը մնաց իմ հետ։ Իսկ մնացածը բոլոր, ասենք, հեռացան։ Իսկ հանցագործ որևէ խմբի մեջ անդամ եղել եք այստեղ կամ Չէ, անձնական շատ գողություններ եմ արել, կռիվներ, մարդ եմ խփել, բան եմ, նստել եմ, բայց դրանք այստեղ եք նստել Ամերիկայում։ հա, Ձեր փորձառությունը ոնց էր այստեղի բանտերից, ասում էին լավ բանտեր են ամերիկյան բանտերը։ լավ, ոչ մի լավ բան չկա։ Բանտերի մեջ ավելի ես փչանում, նստում ես, քեզ ավելի հանցագործ շրջապատ է ստեղծում, նայում ես ով է դուրս գալիս, ասենք ով ինչ գործի մեջ է, հա։ Քեզ որպես մի հատ մարդ չեն ընդունում ներսը։ Քեզ վրա նայում են մի հատ որպես, ինչ ասեմ, մի հատ կենդանի, կեղտոտ, ամեն ինչը, ուտելիքը տալիս են, ինչի, թափում ես, օրվա կեսը սոված։ Չնայած, եթե մեջն ես իրանց, ուտելիքդ կունենաս քո, գենգերի մեջ պտլես։ Իսկ բանտերում բաժանված է 4 մասի բանտերը, ասենք կալանավորները, սիպտակները, սևերը, մեքսիկները եւ էլի մեքսիկներ կան, որ կոչվում են պասիա։ Իսկ հիմնական բանդը գենգերի ձեռքն է։ Իրանց մեջ եղա նորմալ կլես, բայց էլի ահավոր է։ Չեմ ուզենա, որ ոչ մեկը լինի բանտերում, մանավանդ Ամերիկայի, որ կինոներում ցույց են տալի տենց մաքուր, ճիշտ է, TV կա, բան կա, ամեն ինչ կա, բայց որպես մարդ քեզ չեն ընդունում։ Դու դառնում ես մի հատ կենթանի իրանց համար։ Իսկ ծեծել, ասենք, այդպես սպանություններ, բանտերում բռնաբարություն։ Շատ է լինում։ Շատ է լինում։ Իրար հետ բաժանում են, ասենք, սևերը մեքսիկների հետ, կռիվ ա լինում։ Այդ ժամանակա շատ սպանություն լինում։ Իսկ հայերը ում կողմն են ընդունում։ Հայերը հիմնական մտնում են գենգերի մեջ, մեքսիկների մեջ։ Կպատմեք մի երկու խոսքով ձեր անցյալի մասին։ Ես եկած եմ Լիբանանեն, եւ Լիբանանի մեջ էի 14 տարեկանին Ամերիկա եկա, եւ որպես հոգեվոր ընտանիքի զավակ, որպես հայ մեծած էի, այսինքն չէի գիտեր Ամերիկայի մեջի թարգետներ, այսին սխալները, ինչպես գտնան սխալներու մեջ ինան շատ շուտով։ Անշուշտ մուսալերցի եմ այրոնով եւ անջար մեծած եմ։ Ուրեմն երբ Ամերիկա եկա, փոքր խումբով էր հայեր, այսին շատ հայեր չի կային Ամերիկայի մեջ, ես եկա 75 թվին մոտավորապես։ Այն ժամանակ փասերների մեջ հայեր չի կային շատ եւ ավելի թյուրին էր տարբեր ազգերու մեջ մտնալ եւ տարբեր ազգերեն սորվել իրենց տարբեր բաները, որովհետեւ շատ կհալածվեին որպես հայեր այն ժամանակ եւ անշուշտ հիմա ես կտեսնամ հայերը կհալածվին որպես հայեր, որովհետեւ շատ կհալածվեին որպես հայեր այն ժամանակ ստեղծեցինք փոքր հայկական խումբ 1976-ին, որ պաշտպանի հայկական
հայ աշակերտները կամ աշակերտուհիները օդար ասկերի հարցակումներ են կամ տարբեր բաներ են։ Անշուշտ այդ փոքր խումբը, որը ստեղծվեցավ, լավ նպատակով ստեղծվեցավ, բայց որովհետև չէին գիտեր ինչպես պիտի դասավորվի, երիտասարդներ են գամե մեկս, դարձան գամե մեկս ոչրակորձներ կամ տարբեր criminal activity-ներում մեջ մտանք։ Ես հատեն մի եղավ, որ նույնիսկ չէի ուզեր ես հայ եմ, միջև հարկ ու դամասով, որ դիրոջը գանքով եդ արտնաթրցա, որ ես հայ ծնված եմ, քրիստոնյա ծնված եմ, օդար ասկերեն տարբեր բամգայի մեջ ես, անշիշտ քրիստոնյայությունն է և հայությունը։ Ուրեմն ես կրնամ մի քանի խոսքերով ասել, 5 հոգի էինք, որ այդ խումբը ստեղծվեցավ, և այդ 5-ից միայն ես եմ, որ այսօր ողջ մնացած եմ։ Լավագույն ընկերներս կամ մահացած են կամ փանդերու մեջն են, բոլոր կյանքի վերջը ստանալով պատիժները։ Իրենք էլ էին Լիբանանից կամ Հայաստանից կամ որտեղից էին Մեր հայերը։ խումբը շատ հետաքրքիր էր, առաջին խումբը, որ հիմնեցինք, 2 հոգի գար Հայաստանից, Երևանից եկած, 2 հատը Լիբանանից էր և 1 հատը Հորդանանից էր, այսինքն ընդամենը տարբեր դեղեր են եկած էին գամեկս, բայց որպես հայեր իրար հետ շատ համերաշխ ապրեինք։ Ինչ եք անում, ձեր նպատակն ինչն էր այդ խումբը ստեղծելու, բացի հայերի պաշտպանելուց, շահերը պաշտպանելուց։ Հայ շահերը պաշտպանելուց կամ հայ երիտասարդներուն պաշտպանելուց ուրիշ նպատակ չունենք մասնավոր, որովհետև տեսել ենք, որ գլուխ չունենք, դեր ու դիրական չունենք, ստեղծեցինք խումբը, որ պաշտպանենք մենք մեզ, այսինքն չի գար գլուխը հայրը մեր գլուխին, որ ասե որ մենք ցես պիտի պաշտպանենք, երբ որ գտեսնանք օդար ասկերը ունեին հայրեր եւ ծնողներ, գուկային ամեն մեկ փոքր նպատակին իրենց կողքնային, ամեն մեկ փոքր խնդիրին փաստաբաններով Իրավաբան։ Այո, անոնք իրենց կրնակը գենային մեկ խոսքով, իսկ մենք կրնակը չունեինք այն ժամանակ եւ անշուշտ հիմա արդեն հիմա քիչ վերջի գլսեք ունենք կամ չունենք, ես աչեմ գիտեր հիմա, բայց ուզենք կամ չուզենք խումբ ստեղծեցինք, որ մենք մեզ պաշտպանենք, բայց այդ 5 հոգին, որ գսեմ, արդեն դարձավ մոտ 1000 հոգի, մոտ 1-2 տարվա մեջ շատ մեծ խումբը վերջը ստացվեցավ։ Եվ անոնցի մեծամասնությունը կրնամ ասել 90% այսօր փանդերու մեջն է, տարբեր հանցանքներու պատճառով անշուշտ։ Իրոք մենք պրոբլեմ ունենք այստեղ, շատ մեծ պրոբլեմ ունենք, եթե իրար չօգնենք, այստեղ ես կրնամ ասել 2000 թվականն է, ունենք 5 միլիոն, 1 միլիոն հայեր Ամերիկայի մեջ, ես կրնամ ասել 1 միլիոնեն մոտ 20 տարի վերջ, կրնալա 10,000 հայեր մնացած լան որպես հայեր, ծուլվին և երթան խարնվին օդար ասկերու հետ, այսինքն։ Իսկ հայերի նկատմամբ այդ գանգը եթե քեզ ուղարկեր, ասենք հանձնարարության, որ պետք լիներ հայերին սպանել կամ ծեծել, պետք է անեիր այդ բանը։ Այդ կողմից ոչ, ես իմ ազգին միշտ էլ պաշտել եմ, ասել եմ իմ ազգի հետ գործ չունեք յանը։ Հարց որ եղել է այդպես, ես մեջն եմ կայնի։ Չի եղել, այդպես բան չի եղել։ Պաստորեն, քանի տարեկանից ես եղել այդ հանցագործ կյանքի մեջ դու։ 20 տարեկանից մինչև 25 տարեկան։ Ծնողները իմացել են այդ բանի մասին, որ եղել ես այդտեղ։ Այո, իմացել են շատ են խրատել, բայց չեմ կարողացել ասել, չէ։ Ինչն է պատճառը եղել, որ չես լսել քո ծնողներին եւ արել ես քո ուզածը։ Պատճառը շատ եղել է դրակ։ Նարկոտիկը։ Այո, Բանտերում սպանություններ լինում էին։ շատ ամեն օր։ Ինչի համար էին սպանում։ Մեկը մեկի հետ որ չէր ունենում, կամ է գողություն էր ելնում իրարից հասարակ մի բանի համար, կանֆետա կամ ինչ-որ մի բանա, իրար սպանում են, շատերը սևերն ու սիպրակները իրար հետ սպանեն իրար են։ Այս ֆիլմեր են ցուցադրում շատ, բանտերի մասին ֆիլմեր են ցուցադրում, ճիշտ են այդ ֆիլմերը։ Այո, ճիշտ է, շատ բան է ճիշտ է։ Ես կցանկանամ, որ բոլոր հայ մեր երիտասարդները, որ սենց չմտնեն սենց բաների մեջ, մեր Աստվածին հավատան, միշտ Աստված մեր գլխին լինի, որ փրկի նրանց էլի։ Մենք սխալներ արել ենք, մենք չենք ցանկանում, որ ջահել լինեն մեր սխալներ անեն։ Այսինքն կյանքն է ձեզ քաշել պաստորեն այդ կյանքի այդ հանցագործների մեջ դուք Հայաստանում չեք եղել տենց ասենք հանցագործ խմբերի մեջ։ Ոչ։
Ինչ եք անում Հայաստանում։ Հայաստանում ես լավ սպորտսմեն եմ եղել։ Մոտոցիկլը որ քշում են չէ։ Շատ Ռուսաստանները բաներով լավ սպորտսմեն եմ եղել։ Պարտոն Ամերիկայում։ Ինչ եկել եմ ստեղ, դա մոռացել եմ արդեն։ Անցել ենք հանցագործ կյանքի մեջ։ Ասում են Ամերիկան ուրեմն երազանքների երկիրն է, կարող գաս այստեղ հարստանաս, մեքենա, տուն, բայց փաստորեն դուք լինելով այնտեղ սպորտսմեն, ունենալով ապագա եկել եք այստեղ եւ վերջացրել եք բանտում ձեր, ասենք, լավագույն տարիները։ Այո։ Այո։ Այդ ձևը։ Պարոն Պետրոս, ձեր կարծիքով բանտը ուղղում է հայ երիտասարդներին, հայ մարդկանց, թե ավելի է խորացնում այդ վիճակը իրենց հանցագործ։ Ես կարող եմ ասել, որ բանդը երբեք մարդուն չի ուղղեր։ Նամանավանդ Միացյալ Նահանգների բանդերը, որ անուն ունեն, որ լավ բանդեր է, բայց նման ուրիշ երկրների բանդերը ես ոչ մեկ բանդ չէի ասել, որ լավ բանդեր է։ Այստեղ անուններ կա, որ TV կա, ներսը, ասի կա, անի կա, եւ սուս լուրերը ամեն։ Բանդը կմնա բանդ ովևէ մեկտեղ, փերթը կմնա փերթ ովևէ մեկ աշխարհի մեջ, ովևէ մեկ երկրի մեջ, այսինքն հավասարապես կա քողական աշխարհը ներսը, կա իրար սպանները ներսը, այս օրերու մեջ բանդերու մեջ բավականին երդասարտներ կմահանան, իրար թանագով կխփեն, նույն բաները կկատարվի, ինչ որ Հայաստանի մեջ կամ Եվրոպայի բանդերու մեջ տարբերությունը չի կա, այսինքն իսկ արդյոք երդասարտը կփոխվի բանդի մեջ։ Well, եթե երդասարտը կարճ ժամանակով բանդ կերտա եւ իրեն Քրիստոսով այցելումը գլա, այսինքն հոգեվոր այցելություններ գլա եւ իրեն ցերկեն բռնողը հանողը գլա, այդ երդասարտի մեջ փոփոխություն գլա, այո, բայց եթե երդասարտները այսօր մենք ցկենք, թողենք բանդերու մեջ, այդ երդասարտները որպես քրիստոնյա եւ որպես հայ թուսպիտ չի կան, ես կնամ փոքր թեփ մսել, երդասարտ մգար federal գարավարական բանդի մեջներ, ասկեց 2 տարի առաջ իսլամությունը ընդունեց, որովհետև իրեն լավ իրավապան բռնեցին, անոր համար իր գրոնքը նույնիսկ փողեց եւ իսլամ դարձավ, որով այստեղի սևամորթ իրավապանները իրեն գրնակեցան եւ իրեն թադը իրենք որոշեցին։ Եվ ինքը դարձավ իսլամ, մինչև այսօր ինքը իսլամ է, քրիստոնեությունն ավրացավ եւ հայությունն ավրացավ։ Այսպես գծուլվի անցմը բանդի մեջ։ Այո, ինքը գնալ սխալներ երերը եւ հանցանքին համար պետք է գրեր բադիժը, բայց այդպես էլ չէ որ պետք է լքենք եւ երթա ցերկերս լվան գիր վրա, վերջապես մեր այրունն է ադիգա։ Քանի տարի եք եղել այդ խմբի անդամ։ 3 տարի։ Եկել եք ինքներդ որտեղից։ Հայաստանից եմ եկել, Կիրովական քաղաքից։ Այդ հանցագործ խումբը եղել է հայկական, մեքսիկական, թե որ ազգի։ Մեքսիկական խումբ ա եղել։ Ոնց եք ընդունվել, ոնց է եղել ձեր պայմանը ընդունվելու։ Այդ եկել է բանի մեջից, դպրոցների մեջից, որով ես որ եկա Ամերիկա, սկսեցի մեքսիկների հետ ընկերություն անեմ, այն ժամանակ շատ հայ չկար։ Երբ եք եկել։ 86 թվին մեքսիկների հետ ընկերություն արեցինք։ Այն ժամանակ հալա երեխա էի, որ տեսնում էի շատ էին, ասենք, փարթի անում, բան են անում, խմում էին, ես էլ ընկել էի հետները, իսկ դուր էր եկել, հետո ինձ առաջարկեցին, ասեն, արի մտի մեր խումբի մեջ, ինչպես Սամվել ասեց, պետք է մի քանի վայրկյան ծեծ ուտես, հետո մտնես, այդպես էլ եղավ, այդ գենգի մեջ եղել եմ 3 տարի, այտենց Ինչով է զբաղվել հիմնականում ձեր հանցագործ խումբը։ Դե որ գենգի մեջ ես ելնում կռիվներ, իրար կրակում են, բան անում, խմում են, քաշում են, նարկոտիկների հետ ես ելնում։ Հայ աղջիկներ կային ձեզ մեջ։ Չէ, մենակ ես էի հայ տղա։ Ում դեմ եք կռվում հիմնականում։ Ուրիշ գենգ մեմբերների հետ։ Քանիսը բռնվեցին։ Յանի շատերն են բռնվել։ Դուրս են եկել, կես մասը, ասենք, լայվ նստած է կյանքի վերջ։
հետո Դուք նստել եք։ այո, մի քանի անգամ նստել եմ դուրս եմ եկել։ Քանի ինչի համար են նստացրել, ինչի համար է եղել ձեր գործը։ Ինձի բռնել են երկու անգամ դրագի մեջ, Նարկոտիկների։ այո, նարկոտիկների մեջ, հետո կռիվների մեջ։ Իսկ ո՞նց է եղել, որ մտել եք այդտեղ։ Չէի կարող չմտնել, ասենք, ինչի մտակ այդ հանցագործխմբի մեջ, պատճառը որն էր։ Պատճառը այն էր, որ փոքր էի, որ տեսնում էի, որ աղջիկներով տղաները որ հավաքում են, ուրբաթ շաբաթօրեր որ փարիներ են անում, Երեկոներ։ այո, երեկոները, ես էլ ուզում այդ խումբի մեջ մտնել ուրախանայի բաներ, բայց չէի մտածում, որ հետագայում այդ ինձ վնաս պետք է լինի, հիմա ես այդտեղից դուրս եմ եկել, որ ասենք հայերի տնկերություն անեմ, հայկական հոգեբանություն կամ ինչես։